մեծարգո քաղաքապետ, հարգելի գործընկերներ, ավականու առաքելությունը, եթե ընդդիմություն է, խանգարելու մեջ չի։ Ընդդիմություն չեն նրա համար, որպեսզի խանգարեն, այլ նրա համար են, որպեսզի այլ ընտրանքային մի բան առաջարկեն եւ այդ առաջարկի գաղափարը ներկայացնեն եւ նաեւ պայքարեն այդ գաղափարի իրականացման համար, բայց ոչ թե խանգարեն, սաբոտաժ անեն։ Սաբոտաժի համար Ստալինի ժամանակ գնդակահարում էին։ Այսօր ոչ մի հին մարդ չկա, որ դա հիշի, բայց պատմությունից դա հիշում ենք։ Այս խոսքերը օրեր առաջ ասել է Գյումրու քաղաքապետի այն կոմունիստ հոգևոր հանցագործ քաղաքապետի երթմնակալության արարողության ժամանակ Շիրակի մի տերտեր։ Ինձ համար այսպիսի ելույթները զարմանալի չեն, ինչպես զարմանալի չեն լինի, եթե լսեմ KGB-ի որևէ լռություն դահլիճում Այսպիսի ելույթները ինձ համար զարմանալի չեն, ինչպես զարմանալի չեն, երբ լսում եմ KGB-ի գործակալների որևիցե մեկի ելույթը։ Բայց հարգելի ընդդիմություն եւ ոչ միայն այստեղ նստած ընդդիմություն, այլ Հայաստանի Հանրապետության մնացած ձեր մասնաճյուղը կազմող ընդդիմություններին Ուզում եմ ասեմ, որ գնացեք 7 դուռ մոմ վառեք, որ դուք ոչ թե Ստալինի ժամանակվա ընդդիմություն եք, այլ Նիկոլ Փաշինյանի օրոք եք ընդդիմություն եւ ձեր ելույթների համար ձեզ ոչ թե գնդակահարում են, այլ թույլ են տալիս, որպեսզի օգտվեք ժողովրդավարության ամենակարևոր գործիքից, խոսքի ազատությունից եւ անդադար խոսեք ոչ մի բանից։ Անկեղծ ասած, այն ամեն ինչ որ դուք ասում եք, հետաքրքիր էլ չի, քննարկելու էլ չի, համենայն դեպս ինձ համար, քանի չեք արտահայտել ձեր դիրքորոշումը, արդյոք դուք կողմ եք, որպեսզի Հայաստանը մտնի Միութենական պետության մաս կազմի, ինչպես ասեց ձեր կողմից ընտրված քաղաքապետը երթմնակալությունից 5 րոպե անց։ Ինչ եմ սա ասում, քննարկելու բան չկա, որովհետև մեր թիմի բոլոր ծրագրերը, գաղափարները, խոսույթը, մեր մտքերը ուղղված են անկախ, ազատ, ինքնիշխան Հայաստանի Հանրապետություն ունենալուն եւ կառուցելուն։ Իսկ ձերը այդ ամենից Հայաստանի Հանրապետությունը զրկելուն Ռուսաստանի կազմում օբլաստի կամ գուբերնիայի կարգավիճակ տալուն։ Տրանսպորտի քննարկումների ժամանակ ձեզանից ոմանք պարոն Գրիգորյանին ասում էին, որ իր տեղը բանտում է եւ պերեդաչի պիտի տանեն։ Այսօր էլ դուք ասեցիք, որ բանտախցերում մեզ համար տեղ են պատրաստել, կոռուպցիայի համար եք մեղադրում, կոռուպցիայի մեջ եւ այլն, այն դեպքում, երբ հազարավոր հոդվածներով անցնող հանցագործին գնացել եք ընտրել եք քաղաքապետ միայն նրա համար, որ ԿՊ-ն չլինի Այո, ճիշտ եք ասում, Մայր Քոչարյան ուրեմն խմբակցությունը ամեն ինչ կանի, որպեսզի հին բարքերը վերադառնան, ձեզ պետք է ուրեմն ասեմ, որ երբևիցե չեն վերադառնա այդ բարքերը Եվ վերջում ինչ եմ ուզում ասել, որ այդքան որ դուք երկրպագում եք Ռուսաստանին, այդքան որ շատ եք ցանկանում Հայաստանը տեսնել Ռուսաստանի կազմում, հուսով եմ ձեր վարած ավտոմեքենաները Ժիգուլի, Վոլգա կամ Զապ մակնիշի են, հուսով եմ, որ ձեր ծխած ծխախոտները Կոսմոս են կամ Սայուզ են, հուսով եմ, որ դուք ձեր հանգստից սելֆիներ եք տեղադրում ձեր էջերում, օրինակ Սախալինից եւ Կամչատկայից, եւ հուսով եմ, որ ձեր վրայից Տրայնոյ Ադիկալոնի եւ Կրասնե Մոսկվայի հոտ է գալիս, շնորհակալություն։ Զարուհի Փոստան ջան։ Դեր այս մանկապատանեկան խմբակը բերել է մի օրակարգ, որտեղ ներառված է 25 հարց, 25 հարցի